Կասեք ինչ նպատակներով եք հավաքվել այստեղ։ Այս ակցիայի նպատակը ընդհանուր, որ Եվրոպայի երկրների ղեկավարները որ ստեղեն, որ մարդկանց տեղեկացնեն, նաև ժողովուրդը ցույց տա, որ այն ինչը իրենց տեղեկացվում է կապված այս հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, երկու պետությունների մեջ առկա խնդիրների հետ, դա այդքան էլ այդպես չի։ Հիմա ամեն ինչ փորձում է ներկայացվել խաղաղության համատեքստում, բայց մենք գիտենք, որ բազմաթիվ խնդիրներ կան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ դրանք են մեկը գերիների հարցը, որ մինչև այսօր գերիներին բաց չեն թողնում, մոտ 2 տասնյակ գերիներ, նաև Հայաստանի ինքնիշխան Հայաստանի տարածքների օկուպացիայի հարցը, նաև Արցախի մեր հայրենակիցների տեղահանության եւ այսօր նաև Արցախում մենք տենում ենք, որ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական եկեղեցիները, որը հայաստանյան իշխանությունների կողմից ոչ միայն չի դատապարտվում, այլ նաև մենք տեսանք, որ երկրի ղեկավարի մակարդակով փորձ է արվում դա արտարացնել եւ մեկնաբանել այն կոնտեքստում, որ եթե մենք էլ լինեինք, հնարավոր է նույնը անեինք կամ մենք ինչ ենք արել, բայց ես մեկ օրինակ կարող եմ բերել, որ Արցախում Շուշիում 2019 թվականին Ռուբեն Վարդանյանի աջակցությամբ եւ ջանքերով վերականգնվել է մզկիթ եւ սա այն օրինակն է, թե մենք ինչպես ենք վերաբերվում այլ հավատքին կամ Հայաստանում առկա մզկիթներին։ Այստեղ նաև տեսա, խոսեցիք նաև գերիների մասին, գերիների պաստառներ եք, հայնես նկարներով վերել այստեղ, պահանջը ձեր, միջազգային հանրությունը ինչպես կարող է։ Դե բնական է, որ գործիքակազմը առաջինը դա ամենամեծ գործիքակազմը տիրապետում են Հայաստանի իշխանությունները, որ պետք է այդ հարցը բարձրաձայնեն, միջազգային գործընկերների հետ խոսեն եւ փորձեն առաջ մղել, բայց միջազգային հանրությունը ունի բազմաթիվ լծակներ Ադրբեջանին ճնշելու եւ գերիներին ազատելու ուղղությամբ եւ սակայն մյուս կողմից հասկանալի է, քանի դեռ հայաստանյան իշխանությունները դա չեն պահանջում, չեն փորձում անընդհատ նույնպես հանդիպումների ընթացքում առաջ մղել, նրանք ավելի շատ շահագրգռված չեն լինելու այդ հարցը լուծելու, նաեւ այս իմաստով մեր ժողովուրդը հանրությունը պետք է պահանջի եւ ցույց տա, որ այդ հարցը իրենց անհանգստացնում է, որ այդ մարդիկ մոռացված չեն եւ մենք ամեն ինչ անելու ենք մեզանից կախված նրանց վերադարձի համար։ Իսկ այլ պահանջներ բացի գերիների հետ կապված կան։ Այո, նաև ես նշեցի եկեղեցիների մասով, այսօր Ադրբեջանը Արցախում ոչնչացնում է հայկական պատմամշակութային արժեք ներկայացնող այդ շինությունները, եկեղեցիները, որը ոչ միայն նաև քրիստոնեական կառույցներ են եւ ոչ միայն հայ ժողովրդի խնդիրն է, նաեւ ամբողջ քրիստոնյա աշխարհի եւ միջազգային հանրությունը սա նույնպես պետք է դատապարտի եւ ճնշումներ գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի նման բան տեղի չունենա։ Իսկ ժողովրդավարական պետություն ունենալու համար դուք ինչ առաջարկներ ունեք։ Ժողովրդական պետություն ունենալու կամ այդ մակարդակին հասնելու համար պետք է ժողովրդական նորմերը պահպանվեն, բայց այսօր Հայաստանում չկա նման բան, մենք տենում ենք ընդդիմադիր դաշտի նկատմամբ ինչպիսի հալածանքներ են գնում եւ այսօր արդեն երբ որ մոտենում է դեպի ընտրական այդ process-ները, դրանք ավելի են սրվում, իսկ փոխարենը մենք տենում ենք, որ իշխանական անհատների կամ իշխանական անձերի նկատմամբ լրիվ բաց վիճակ է, նրանց նկատմամբ օրենքը չի գործում, անում են ինչ ուզում են, իսկ ընդդիմադիր մարդկանց նկատմամբ անգամ մի փոքր բանը փորձում են սարքել, չգիտեմ ինչ, եւ քրեական հետապնդումներ հարուցել, մեկուսացնել process-ից, այսինքն նայում են ցանկացած անհատ, ով որևէ ձևով կարող է ազդել այս process-ների վրա, նրանք փորձում են նրանց մեկուսացնել։ Եվ ստե ժողովրդավարության հետ կապված որևէ աղերս կամ առնչություն չկա։ Ձեր խոսքից ելնելով ձեր կուսակցության ներսում նաև 3 ընտրակաշառքի, հա, խոսքեր։ Այս առումով սա քաղաքական հետապնդում է թե մեր կուսակցության, չէ, մեր կուսակցության հետ կապված նման դեպք չկա։